Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 17-ն է, 2026 թիվ։ Համարյա բան չմնաց մինչև քվեարկության օր։ Չեմ ասում ընտրության օր, որովհետև ամեն օր մենք խոսում ենք, որ մենք ընտրություն կատարում ենք ամեն օր։ Ամսի 7-ը դա ընդամենը քվեարկության օրն է։ Եվ այսօր վերջապես ես նայեցի Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, հիշեցնեմ, որը արգելվել էր հանրայինի կողմից, դատարանով էր արգելվել, որևէ կերպ, որևէ ֆորմատով ցուցադրությունը, եւ երբ նայեցի ես ֆիլմը, ես հասկացա ինչու է արգելվել դա, որովհետեւ ինչ կլինի հասարակ մարդու հետ, նույնիսկ ամենաթունդ նիկոլականի հետ, եթե հանկարծ նա մտովի գնա 88, 89, 90-ական թվականները եւ վերապրի այն, եթե իհարկե ժամանակ եղել է ինքը, ապրելա կամ ինչ-որ բան է հիշում, ու վերապրի այն, ինչ, ասենք ես վերապրեցի կամ դուք վերապրեցիք այս ֆիլմը նայելուց։ Իդեպ եթե չեք նայել, անպայման նայեք, կոչվում անկախության մեր ճանապարհը եւ պատմում է մեր մասին, մեր տառապանքների մասին, մեր անփորձության եւ փորձառության մասին, մեր մաքարումների մասին, մեր զոհաբերությունների մասին, թե ինչ գնով մենք կերտեցինք անկախությունը, ինչ գնով ազատագրեցինք մեր երկիրը։ Այդ ամեն ինչը, այս ամեն ինչը դրա մասին է։ Եվ իհարկե ցանկացածի մոտ, երբ որ սա վերակենդանանում է, վերարտադրվում է, ինքը վերապրում է այս ամեն ինչը, սկսում է նայել շուրջը կատարվողին այլ աչքերով։ Փաստորեն այն կապիտալը, որ մենք ստեղծել էինք միլիոնավոր մարդկանց մաքարումների, զոհաբերությունների 30 տարիների արդյունքում, դա կապիտալ է։ Այս երիկ թուրքերը վաճառում են ուղղակի, հանել են աճուրդի, մեր ապրածը, մեր նվաճումները իրենք վաճառում են մեր հաշվին, մեր կյանքի հաշվին, մեզ էլ հետն են վաճառում։ Այդ համար էր արգելվել այս ֆիլմը։ Եվ շնորհիվ երևի քաղաքացիների բողոքի ակտիվության գոնե YouTube-յան մենք տարբերակ ունենք նայելու վերապրելու այս ամեն ինչը։ Անպայման նայեք եւ ստիպեք, խնդրեք նայեն բոլոր նրանք, ովքեր տատանվում են, կասկածում են, թե այս ինչ է կատարվում մեր հետ։ Արժի այս ամեն ինչից հրաժարվել թե չէ։ Դե թող մեկ այս ֆիլմը նայելուց հետո ասի հա արժի։ Ես ուզում եմ նայեմ այն մարդու աչքերին, որ այս ֆիլմը նայելուց հետո, մի հատ վերապրելուց հետո ինչի մեջով եք մենք անցել, ինձ պիտի համոզի կամ գոնե օթում ասի, հա, այ հրաժարվենք այս ամեն ինչին։ Ում էր պետք։ Ու Նիկոլը ծախի անանել գնա Չինաստանում, Շվեյցարիաներում միլիարդները վայելի։ Սա մեզ են ծախում, մեզ են վաճառում, մեզ։ Սա ոչ միայն մեր ժառանգությունն է, այլև նաև մենք ենք ֆիզիկապես վաճառում, մեր երկիրը։ Ու այն բոլոր ձեռքբերումները մենք որ ունեցել ենք ահավոր ծանր գնով։ Ես չեմ կասկածում, որ սրանք աչքները չեն թարթելու դա անել։ Ու անում են այդ process-ի մեջ ենք։ Մնում է հասկանալ, թե այս ամեն ինչը մենք ապրել էինք, անցել ենք միասին։ Դա քանի հոգու համար արժեք։ Եվ ընդհանրապես արժեք է թե չէ։ Թե դե լավ է։ Ինչ անենք, մեր հետ չի եղել։ Կամ դա եղել անցել է, հա, եղել անցել։ Տեսնենք։ Այն մարդու համար, որ սա եղել անցել է, ու սա արժեք չի, ինքը իրավունք չունի եւ չի կարող երկիր ունենալ։ Ուղղակի օբյեկտիվորեն չի կարող։ Հիմա գնանք առաջ։ Առաջին անգամ չի, որ մենք համոզվում ենք, որ Փաշինյան ճիվարը ինչ որ խոսում է, դա Փաշազադեի, Ալիևի կամ Էրդողանի խոսքերն է կրկնում։ Եթե հիշում եք, ես վերջերս անդադ սկսել է խոսել, որ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորությունը։ Ասեմ ավելին, մենք գիտակցաբար տարել ենք կոտորելու, որ ունենանք ինքնիշխան Հայաստան։ Պարզվում նույն խոսքերը ապրիլի 9-ին կրկնվել է նաև Միլիմեջլիսում ադրբեջանական։ Այն հաջողությունը, որին Ադրբեջանը հասավ 44-օրյա պատերազմի ժամանակ, հնարավորություն տվեց Հայաստանին վերականգնել ինքնիշխանությունը, հասկացաք։
Ազգելիներս, հասկացաք այս ամեն ինչը որտեղից է գալի։ Պասելով, թուրքերը պասելով են աշխատում։ Այսին նրանց է հուշում, նրանք սրան են հուշում, ներդաշնակությունը լրիվ, հարմոնիա։ Հա, ու սրանց այդ հարմոնիայի մեջ են բոլոր նրանք, ովքեր կրկնում են Փաշինյան Նիկոլին։ Այսինքն, ովքեր կրկնում են Փաշինյան Նիկոլին, իրանք թող իմանան, որ իրանք լրիվ հարմոնիայի մեջ են Ադրբեջանի Միլի Մեջլիսի եւ Միլի Մեջլիսի ներկայացուցիչների հետ Հայաստանում։ Սա իմ կարծիքը չի, սա փաստն է։ Ինձ որ հանգիստ դրանց կարելի է ասել թուրք։ Այս նկարը երևի բոլորդ եք ծանոթ, չէ՞։ Ուրեմն այսօր ինձ տեղեկ ասեցին, որ այս մեջտեղի տխուր աչքերով են, որ սենց աչքերը լացում են։ Այդ մարսպետը ասեն Ալմավիրի մարսպետն է, որը տարիներ առաջ Մայբախով մտել էր տան մեջ։ Մայբախով իր հարբած, մոտավորապես հասկանանք էլի ովքեր են այսօր Նիկոլի սարտիկներով ֆրֆռում։ Սեն հարբած Մայբախով մարսպետն է, որը մտել էր ուղղակի քաղաքացու տուն։ Դե քանի որ գիտեք, եթե դու Նիկոլի անունից ես մտել քաղաքացու տուն ավիրել ես, նույնիսկ եթե մարդ ես սպանել ընդ, պրոբլեմ չունես, դու արի կատարիր հրահանգները, կապիկությունը տարա եւ շարունակի Մայբախով աչուձախ մարդկանց վրայով քշես։ Ոչ մի խնդիր չունես։ Ինչի մենակ մարդկանց վրայով։ Դրանցից մեկն էլ ընկերներով բան են, չէ՞։ Մեր զինվորականին սպա են, չէ՞։ Ծեծել 4 տարի կոմայի մեջ ապրելուց հետո, կոմայի մեջ մնալուց հետո մահացավ։ Ձեր 19 թվական։ Մայել այդ ուրախ ավտոբուսների շրջանակներում Նիկոլ Փաշինյանն է սպասարկում։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ սահմանել է խաղի կանոնները։ Այ ինձ սպասարկեք, ում ուզում եք սպանեք։ Մեկը վերջում ձեզ են սպանելու։ Ինչ տարբերություն։ Հիմա դուք ինձ սպանեք, լավ հնչեց, բայց պատահական է, բայց երևի ստե մի բան կա։ Հիմա դուք ինձ սպասարկեք, հա, ում ուզում եք սպանեք։ Եկա վերջնականում թուրքերը գալու են, չէ։ Ձեր մայբախներով, բաներով ամեն ինչ դառնալու է իրանցը։ Դուք էլ իրանցը ճակատագրով։ Շարունակեք աջակցել սատարել այս տականքին։ Այս ֆիլմը կարծես սրանց մասին է, նայեք, այս նկատվածների։ Новая партия старушек։ Այս ուրախ ավտոբուսի եւ դիմավորողների այդպես մասսայական տեսարանների մասնակիցներն են։ Новая партия старушек։ Это сироты. Ворпелен։ Дети Поволжья. Тяжелое наследие царского режима. Ցարական ռեժիմի ծանր ժառանգությունն է։ Սիրոտ։ Это сироты. Եվ այսպես սա վերադարձել է իր օրակարգին, դե ժամանակ չի մնացել, ամիսու կես բան է մնացել։ Ինչու մի բան պետք է հասցնի, չէ՞։ Հասցնի, ժամկետը գնում է, այն ավազի ժամացույցը գլխի վրա շուռ են տվել, ցենց շուռ են դրել, պետք է ինքը հասցնի։ Դրանք հիմա ինչ է։ Քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Վարչապետ Նիկոլ Հասկացաք, քիմիոթերապիան էլ չի օգնում, վիրահատության հարցով պետք է լուծի բանը արդարադատության հարցը, ուղղակի ինձ հետաքրքիր է մի բան։ Արդարադատության հարցը քիմիոթերապիայով կամ խիրուրգիայով ոնց է լուծվում։ Այսինքն ինքը իրանա ամպուտացնելու, ինքը իր ձեռքերն ամպուտացնելու, որովհետև հիշացնեն, ովքեր մոռացել են։ Այս ճիվաղի խոսքերն են, որ կա դատավոր, որ իմ ասածը չի անի։ Եվ կարծեմ ինքն է դատական բարձրագույն արձանի ղեկավարին SMS-ով գործից հանում։ Փաստորեն քիմիոթերապիան չի օգնում։ Իրան լուրջ անդամահատում է պետք։ Ես առաջարկում եմ անդամահատենք իրան, փրկենք արդարադատությունը։ Անդամահատենք արդարադատության նախարարին, փրկենք արդարադատությունը։
Բայց տեսենք ազատությունը ինչ է ասում այդ մասով։ Փաշինյանը սահմանադրություն փոխելու նոր պատճառաբանություն է հնչեցնում։ Ասում սահմանադրությունը փոխելու համար։ Ասում են փոխանակიდან փոխենք, մենք պետք է սահմանադրություն փոխենք։ Սահմանադրությունն է ասում երևի չի վաղին լիազորություններ տալիս, որ ուղիղ հրամաններ տա դատավորներին հետնել ասի։ Այդպես մեկը կա, որ իմ ասածը չանի։ Ասում են դա սահմանադրությունով է ապահովված։ Ուտեղ քիմիատերապիան չի օգնում։ Նիկոլացինն է, ձեն անեք։ Հիմա նրա բնորոշմամբ խայտարակ վիճակում գտնվող արդարադատության հարցն է հրատապ։ Օրգանական խնդրեմ կա։ Այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի։ Հասկանում եք, այդտեղ խնդրեմ կա, այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի։ Այդ ծառայում է մենակ վարչապետին։ Հա, ու դրա համար ինչա պետք անեն։ Սահմանադրություն փոխել։ Հա, հասկացաք։ Ինքը ուզուրպացել է իշխանությունը, ինքը թքած ունի սահմանադրության վրա, բայց դրա համար մեղավոր է սահմանադրությունը, որ ինքը թքած ունի սահմանադրության վրա։ Հարց չի վաղին։ Այդ որ օրենքով դու ժողովրդից օտարեցիր իրանց հողը, իրանց տուն ու տեղը։ Ասա։ Ոչ թե ժողովուրդն օրենքն է օտարված ժողովրդից, դու ժողովրդի հողը օտարել ես ժողովրդից։ Հարց, այդ որ օրենքով։ Որ սահմանադրության կետի մեջ է գրած, որ դու կարող ես մարդու սեփականությունը վերցնել տալ Թուրքին։ Որ դու դրա համար սահմանադրություն ես ուզում փոխես։ Այս հարցին պետք է պատասխանի ցանկացած բիոզանգված, որը աջակցում է Փաշինյան Նիկոլին, որովհետև դրանց ավել քան բիոզանգված կոչել անհնարին է այս պարագայում, որտեղ պետք է ցույց տան, չէ, օրենքի այդ ոչ կետով է արտոնված սրան օտարել մարդու սեփականությունը։ Տալ Թուրքին։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից։ Մենք էլ ենք այդ ասում էլի, չի կարող այտենց իշխանության մարմին լինել, որը չի բխում ժողովրդից։ Դե գնացեք ինքնասպան եղեք, ինչ եք մնացել արա։ Հրաժարական տվեք գնացեք, այս նստած տականքներն էլ, այսով է Սերգեյը, նախին բհակական, Ղազագիր մոտ ֆուտուտող Սերգեյն է, կողքն էլ Անդոնն է, ընդեղ էլ Նիկոլի վրա ղժացող իր ԿՊ-ականներն են։ Դե հրաժարական տվեք գնացեք։ Ինչ եք ոտներ այդ կաղկցում։ Ուժը շատ կարևորում է երթվյալ ատենակալների ինստիտուտի Հիմա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Ժողովրդի ներվերը գլխավոր քայքայողը զզվել է ժողովրդի ներվերը քայքայելուց։ Ինչքան կարելի է քայքայել։ Փաշինյանն ու իր թիմը 8 տարի է Հայաստանում իշխանությանը։ Ինչու չեն արել այդ փոփոխությունները։ Այս հարցը վարչապետն ինքն իրեն էլ տվեց եւ անմիջապես պատասխանեց։ Որովհետեւ դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի։ Կներեք նոր սահմանադրությամբ։ Թե չգիտի ինչ ասում։ Առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի։ Չէ, նոր սահմանադրության որտեղ անկախության հռչակագիրը չկա։ Անկախության հռչակագիրը խանգարում է, որ ժողովրդի հետ կապ ունենա օրենքը եւ օրենքը չզզվեցնի ժողովրդին։ Փորձեք հասկանալ, ես հասկանում դժվար է։ Նորից եմ կրկնում։ Սահմանադրության հարակվեն հռչակագիրը խանգարում է, որ Փաշինյան Նիկոլը չզզվեցնի ժողովրդին։ Եվ այստեղ քիմիաթերապիան չի օգնում։ Սեղ անդամահատում ապետ, խիրուրգիական մոտեցում ապետ։ Ինչքան կարելի է սենց ապել։ Լսում եք Նիկոլի ծնունդները, այս հարցերին դուք պետք է պատասխանեք։ Այս հարցերին դուք պետք է պատասխանեք։ Ոնց ուզում եք, դուք եք երթվյալ սրապաշտպանները։ Դուք պետք է այս հարցին պատասխանեք։ Սահմանադրության փոփոխություններով էլ հնարավոր չի։ Հայտարարեց վարչապետ։ Նույնիսկ փոփոխություններով հնարավոր չի, պետք է փոխենք։ Հանենք անկախության հռչակագիրը, որ ինքը չզանգի դատավորներին։ Հա։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եթե կա Հայաստան աշխարհում գլոբալ մեկը, որ գլուխը տմտմբացում է լուրջ ընդունում այս բալբաջանքը, ինքը կամ
կատարյալ միաբջիջ է, այսինքն նույնիսկ իր մոտ կոգնիտիվ անկալում չկա, հա, դիսոնանսը։ Լսածը, տեսածը, իրականությունը համաձելու ունակություն չկա, ասենք շիզոֆրենիայով է տարապում, էլի։ Հա, տենց։ Կամ ինքը շիզոֆրենիկ է, կամ վարձկան։ Իրան փող են տվել, որ ինքը գլուխը տպտմբացնի, այսինքն վարձկան է, էլի, սա է վարձը, վաղը նա է վարձելու, պրոստիտուտկա է, ուրի բան չեմ ասում։ Իրաց լեզվով ասացի, որ ինք հասկանան։ Հասկացաք ես ան հավատողների եւ աջակցողների ինչ են հանգիստ տոնալությամբ ասում, այն ինչ որ իրանք կամ շիզոֆրենիկ են, այսինքն sense տեսածը, լսածը, իրականությունը, օրենքը, բան չի համադրվում ոչ մի ձև, դու չեն կարողանում էլ այդ ամեն ինչը միտեղ։ Դա շիզոֆրենիայի տեսակ է։ Դա կոչվում է կոգնիտիվ խախտում, դիսոնանս։ Նաև ուրիշ հիվանդություններ կան, բայց ամեն դեպքում իրանք հիվանդ են։ Իրաց չի կարելի նույնիսկ վարորդական իրավունք տալ, էլի։ Կամ վարձկան են, այսինքն կուրտիզանկեք։ Որի SMS-ով դատարանների անկախությունը երաշխավորող բարձրագույն դատական խորհրդի նախագահն է հրաժարական տվել, իսկ դա ընտրովի պաշտոն է։ Նոր սահմանադրության փոփոխության պահանջը, ինչքան էլ ինքը փորձի դա տեղափոխել այլ դաշտ, գալիս է Բաքվից։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, սահմանադրություն փոխելու ներքին պահանջ չկա, եւ վարչապետի այսօրվա փաստարկն էլ միայն Բաքվի պահանջը քողարկելու փորձ է։ Իսկ արդարադատության վատ վիճակը Փաշինյանը սահմանադրության հետ է կապում, քանի որ ըստ Ռուստամյանի ուզում է ել ավելի խորացնել ընտրովի արդարադատությունը։ Էական չի, արդեն Արմեն Ռուստամյանը կասի դեր։ Բավական, բոլորին էական չի։ Որից տխմանին հիշում եք։ Ասում եմ հիմա ով է հիշում թե Բանգլադեշյան Երևան, Երևան-Գորիս, Երևան-Գյումրի ճանապարհների վիճակն ինչ է եղել։ Ով է, մոռացել եք դուք, որովհետև մենք բոլորս հիշողության խնդիր ունենք։ Մենք չենք հիշում ինչքան վատ է եղել։ Ու այս մարդը վերջապես այնց ճանապարհներ է կառուցել, որ մենք փոխանակ շնորհակալ լինենք։ Այդպես դեպքը նայեք։ Նկատել եք վերջի շրջանում սրա միակ դիրքը սա է։ Անդադ ոնց ու ծնի սա։ Ինչու մի բան է ծնում անդադ, իմ մոտ է տպավորությունը։ Սենց իմիջիալոց այս դիրքով ծնում են շներն ու կովերը։ Ես տեսել եմ էլի այդ տեսարանները։ Այս դեմքի արտադրությունով այս պոզայով իրաց մոտ այդ գործողությունները կայանում են։ Խոզերի պարագան չկա իջին։ Չէ, նա պարկած են կողմ։ Մի խոսքով։ Զգում եք, չէ՞ մշտական այս վիճակն է։ Անդադ ինքը տենց ինչ-որ մի բան է ծնում։ Այո, այս միտքը ծնելու համար այս դեմքն ու այս պոզան է պետք։ Սա միանգամից այս Թաթուլ Հակոբյանը ոնց որ սկսել է հակառակ Նիկոլի աշխատել։ Վերցնում է այս Հայաստանի իր միջպետական սահմանի Գորիս-Սիսիան հատվածն է դնում։ Սենց։ Ավիրած։ Ձին չի կարող քայլելով գնացել։ Պայտերը կկոտրվի։ Պատկերացնում եք ինչքան վատ է Նիկոլի վիճակը, որ ամենամոլերանտ Նիկոլիսները արդեն հասկանում են, որ արդեն մի բան են չի, արդեն ոնց որ թե վառած ռեզինի հոտ է գալիս, իրոք հոտ է գալիս է, ու աշխարհը բռնել է հոտը, իմիջիալոց, չմոռանաք, տարածել, սեղմել լայքի կոճակով, անպայման նայել միջև վերջ, որովհետև ամենակարևոր մասը, ինչպես միշտ, պահում եմ վերջում, եւ այսօրվանն է չի զիջում երեկվան։ Եվ ընթացքում չմոռանաք նաև օգնել ալիքին աշխատանքները շարունակելու համար։ Բոլոր տարբերակները ներքևում կա եւ Հայաստանից, եւ Ռուսաստանից, եւ Եվրոպայից, եւ Ամերիկայի Միացյալ փոխանցումների համար։ Եվ այսպես, եթե մենք հիշում ենք, սրանք միշտ այդ բանը պահել են, էլի, կոզերը, խաղաքարտը, գեդիները, որ Նիկոլ Փաշինյանին փրկելու համար սա մի օր իրենք պետք է անեն։ Եվ այս մասին վերջապես խոսած խոշոր եղջերավորը, որ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն։ Այսօր։ Իսկ ինչի իրենք պետք չէ ազատ արձակվեին 5 տարի առաջ, նոյեմբերի 9-ի Չարաբաստիկ ստորագրված հայտարարությամբ, որտեղ այդ կետը կար, որտեղ այդ կետի դիմաց կատարվել են բոլոր զիջումները եւ առեսօր կատարվում են։
Ինքը հարցին հələ պիտի պատասխանի, չէ, կներեք, ոչ թե պիտի պատասխանի, պիտի ցուցմունք տա, ինչի դա չի կատարվել։ Եվ այսպես ես սպասում էի սրան անհամբեր, մտածում եմ, ինչի է ուշանում։ Չեն ուշացնում։ Բացվեց, այո։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունը նաեւ Թուրքիայի հետ, խոսելա նաեւ Թրիպի մասին եւ ամենակարևորը մենք սկսել ենք արդեն Ադրբեջանի հետ առևտուր անել, անպիսի մի արդեն խաղաղությունը, որ մեզ վստահություն է տալի, որ հեսա 19 գերիներ վերադառնալու են Հայաստան։ Բայց ինչի 19։ Մենք դա ավելի շատ ունենք։ Ով է տվել է թիվը, որ 19-ը։ Մենք ավելի շատ ունենք։ Մենք ոչ միայն ավելի շատ գերիներ ունենք, մենք անհետ կորածներ ունենք, որ դուք դրանց մասին ոչ մի տեղեկություն չեք տալիս մարդկանց։ Ոչ դիակը կա, ոչ մարդիկ կա։ Բայց քանի որ այդ միաբջիջ մասային խոսալու համար այս մարդկանց դարդ ու ցավը ընդհանրապես հետաքրքիր չի, իրենց ոչ իման հետաքրքիր չի, բացի այն ինչ որ կարող է լավ լույսի տակ ներկայացնել սրանց։ Այն կատեգորիան էլի, որ ասում էի կոգնիտիվ դիսոնանսը դրանց մոտ։ Բայց այն որ լսում են, ահա, գերին եկավ, ասում են, տեսակ, էս է Նիկոլը։ Էս է Նիկոլը։ Սպասեք, որովհետեւ մի բան լինելու է մինչև հունիսի 7-ը։ Դե ինչ անեն ուրիշ, տեսեք, շատ վատ է իրանց վիճակը։ Այնքան վատ, որ պաշտպանության բյուջեից կտրեցին 150 միլիարդ, որ գոնե 2 ամիս թոշակ տան։ Ու LS-ով տան, որ ես քո թոշակը 10,000 դրամով բարձրացել եմ, ու խեղճ թոշակառուն չգիտե 10,000 դրամով ինչը փակի։ Մի դեղ, երկու դեղ, ինչը անի։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում, ձեր վիճակն այնքան վատ է, որ 10,000 դրամն է ձեր համար փոխելու։ Բայց փոխարեն 10 անգամ կարող գնաք լառնակա։ Ինքերեկետը չի ասում։ Ինչ է։ Տեսան դա չաշխատեց։ Չաշխատեց, որովհետև թոշակառուի համար այդ 10,000 դրամը ճիշտ է կարևոր 10,000 դրամը, բայց մեծ հաշվով իր կյանքում այնքան խորն են խնդիրները, այնքան մեծ է ճեղքվածը իրական անհրաժեշտության թոշակի եւ տրվածի, այսինքն Հայաստանում, միայն Հայաստանում է երևի աշխարհում մինիմալ զամբյուղից 2 անգամ ցածր թոշակ սահմանված։ Դուք կա մինիմալ զամբյուղ եւ կա թոշակ։ Երևի միակ երկիր Հայաստանում, աշխարհում Հայաստանն է, որի ամբողջ ընդերքը քանդվում տանում է դուրս, որի բյուջեն մսխմա, որի վրա պարկ հավելանում տարեկան 1 միլիարդ եւ ավել, եւ այդ ժողովրդի թոշակառուն իր մինիմալ, որ այդ մարդը պետք է ուտի է, զամբյուղից չեմ ասում հակնել, տուն, ոչ մի բան չեմ ասում, կոմունալ վարձեր, ոչ մի բան, ուտելու նույնիսկ, համար կեսնա թոշակը դրա։ Դե ես ամ բոլոր ֆոնի վրա հասկացան, որ դա էլ չաշխատեց, հիմա պետք է խոսան 19 գերիների մասին։ Դե տաստված է 19 հոգին գան, աշուշտ, բայց այդ 19 հոգին թեմա է լինելու ուրախության 19 ընտանիքի համար։ Էլ է շատ կասկածում է, որ 19 ընտանիք 20-ից բանը, ասենց ոգևորված պետքա վազեն ձենել տան Նիկոլին։ Շատ կասկածում եմ։ Իհարկե սա կշահարկվի, բայց այս դեպքում հարց պետք է առաջանա։ Բան չի շուտ չէին գալի։ Դուք սրա դիմաց երկիր եք տվել, հայրենիք։ Քարվաճարի ջրերն ու սալերն եք տվել։ Ամբողջ Հայաստանի տարածքն եք տվել։ Այսօր նստած են Հայաստանի սահմանների մեջ։ Սրա դիմաց։ 5 տարի առաջ ուլեին այս տղայք ինչի չէին գալիս։ Այս հարցերին պետք է պատասխանել։ Ես չեմ ասում, որ այս 19 հոգին գան, չգան միևնույնը, բայց նեսան չթվա հանկարծ, որ այս 19 հոգով կարող են իրենց ռեյտինգ ապահովել։ Ռեյտինգ ասեցիք միտս ընկավ։ Նայենք այսօրվա արդյունքները։ Քանի որ ես սիրում եմ թվեր, եւ սիրում եմ դրանց հետ ժանգլորություն անել։ Ինձ միշտ այս համատությունը դնել, հարաբերությունը հասկանալը միշտ հետաքրքիր է եղել։ Այսօր որոշեցի հարցում անել, որ հասկանամ, եթե նույնիսկ 19 հոգու ազատեն բերեն Հայաստան,
ինչքանով կփոխի Նիկոլ Փաշինյանի 11%-ը։ Արդյոք կդառնա դա 12%։ Նայելով 19 ընտանիքի նույնիսկ կարծիքի փոփոխություն Նիկոլ Փաշինյանի համար 6300 քվեարկողների պարագայում բան չի փոխում Նիկոլ Փաշինյան։ Քո 11-ը 12 չի դառնում էլի։ Իսկ այստեղ 8 ժամվա մեջ ունենք 6300 քվեարկող, որը ընտիր թիվա ցանկացած որ ասեք ոչ մեկ այս հարցումները չունի։ Այսինքն ոչ մի հարցում 6300 հոգի այն գետնի վրա որ լրացում են բան չի կարողանում անել, դրանք 1000-1500 հոգու մեջ են անում էլ։ Իսկ մեր հարցումների մասնակցությունը 6-ից 16000։ Թիվը նույնն է, բալանսի իմաստով հարաբերությունը նույնն է, ոչ մի բան չի փոխվում։ Եվ այսպես 16-ի դրությամբ ում կտայեք ձեր ձայնը, բաժանվում է 11% ԿՊ-ին, ուժեղ Հայաստան 23%, դոկ կուսակցություն 57% եւ ԱԺԲ 9%։ Հենց որ Փաշինյան Նիկոլ դա չի աշխատելու։ Ես դեմ չեմ որ գան այդ 19 հոգին, թող գան Հայաստան, թող գան, որովհետև այդ եթե խոսքը գնում է Արցախի ռազմա քաղաքական ղեկավարության մասին, պիտի գան Հայաստան, պիտի դատվեն Հայաստանում, բայց Հայաստանում։ Իսկ ես ավելի քան համոզված եմ, որ 19 հոգի չեն մեր գերիները, շատ ավելի շատ։ Եթե իհարկե այսինքն այդ իշխանությունը պետք է տա այդ պատասխան, ունեն մեր անհետ կորածները։ Չեն կարող անհետ կորեն։ Չեն կարող, ասենք ինչ պետք է օքսիդացել է։ Չէ, այդ հարցի պատասխանը պետք է տան ամեն դեպքում։ Ես հասկանում եմ, որ Նիկոլի միաբջիջների համար սա ընդհանրապես թեմա չի քննարկելու համար, բայց ամեն մի կորած զինվորի թիկունքում կա ընտանիքներ։ Ու մենք բոլորս դա համարում ենք մեր անձնական ցավը։ Այսօր պատասխանատվությունից փախնելու տարբերակ չկա, այդ հարցի պատասխանը պետքա գա ընկնի իր տեղը։ Այսօր դրությամբ այս 4-ի մեջ ձայների հարաբերակցությունը սա է։ Այսօր Փաշինյան Նիկոլ շանս չունես։ Ոչ մի շանս։ Ես հասկանում եմ հիմա ինչ ես դու կռացած ծննդաբերող կովիդ պոզայով դու ապրում խոսում։ Հասկանում եմ ցավդ։ Հասկանում եմ ծանրությունդ, հոգեվիճակդ։ Հա, քիմիաթերապիան չի փրկի քեզ, ամպուտացնել է պետք։ Այո, եւ քեզ կամպուտացնենք շատ շուտով։ Եվ այսպես, փաստորեն այսօր ԱԺ-ն արգելեց հեռուստատեսությամբ եւ ռադիոյով պատերազմի քարոզությունը։ Երկրորդ ընթերցումով ընդունվեց օրենքը։ Ինչի մասին է սա։ Ասեմ, ինչի մասին է սա։ Ընտրությունն է, չէ։ Մեդիան իրենց դեմ է, չէ։ Այսինքն իրենց մեդիան բավական չի իրենց աշխատելու համար։ Եվ այս ընթացքում հենց այս օրենքով աշխատելու են փակել բոլոր այն մեդիաները, որտեղ պատերազմի քարոզություն կտեսնեն։ Երևի կմտածեք, բայց Հայաստանում երբևէ չի եղել պատերազմի քարոզություն, չէ։ Այս ում համար ընդունված է օրենքը։ Ձեզ թվում թե չի եղել։ Շատ սխալվում եք թե չի եղել, որովհետև կգան եւ կասեն Արցախի մասին խոսելը դա պատերազմի քարոզություն էր։ Վերջ։ Դե արի գնա ապացուցի, որ Արցախի մասին խոսում ես, դա պատերազմի քարոզություն չի։ Չէ, իրանք քնչական ունեն, դատախազություն ունեն ու կարող են ասել, եթե դու ասում ես քո մատակարարների հարց կարամ լուծեմ, չէ, այն կնոջ հետ որ խոսում էր, ասում էր 200 հոկանոց արտադրամաս ունեմ, ինձ կարող եք պատվերներով ապահովել։ Դա վերցել են որպես ընտրակաշարք։ Ոչ ընտրություն բար կա, ոչ մի բան չկա այնտեղ, չէ՞։ Մարդը խոսում է գործարանի ներկայացուցիչի հետ, ասում է ինձ պատվերներ է պետք, կարող եք ապահովել։ Դա գնում է ընտրակաշարքով։ Ինչ եք կարծում։ Արցախ բառը ասելը չի կարող դիտարկվել որպես պատերազմի քարոզություն։ Սրանց կողմից ամեն ինչ կարող է դիտարկվել պատերազմի քարոզություն։ Ամեն ինչ։ Ու չզարմանաք, որ վաղը լսենք, որ այն ինչ որ նիկոլական չի, այդ մեդիաները, դա կլինի էլեկտրոնային մեդիա, դա կլինի, չգիտեմ, հեռարձակվող մեդիաներ, որի նկատմամբ իրենք վերահսկողություն ունեն։ Բնականաբար ես ձեռը հոյից չի հասնելու։ Չի կարող հասնել ինձ։ Բայց ում հնարավոր է որ ձեռը հասնի։ Այո, այդ մասին դա փորձել են հենց օգտագործել այդ մեդիաները փակելու համար։
մենք հասկանում ենք այդ մեծաներն են, դա Քոչյանի ու Սերժի մեծաներն են, դեռ ուրիշ մեծա չկա։ Կամ Նիկոլինն է, կամ այդ երկու օլիգարխներին է։ Նստո թող իրենց զգուշ լինեն։ Սա էլ է հետաքրքիր հետևանքներ բերելու։ Թող չկասկածեն, այն ինչ որ իրանք անում են, թե չմտածեն սա իրանց օգտին է։ Մենք նստած արձանագրում ենք։ Այսօր իդեպ Հարություն Բաղդասարյանը բան ա ուղարկել ինձ, տեսնեմ մի հատ կարող ձեզ զեկուցելու կարիք։ Այդ փաստաթուղթ ընթացիկ գործերի մասին էր, որը կարիք կա թարգմանելու, բայց նաև ուրիշ բաներ ուղարկել։ Պարոն Բաղդասարյանը, որը շատ հետաքրքիր է, Արտուր Սակունցն է գրում սա, հենց այս մասով, կաշառքի մասով, հատուկ անաչառ դիրքավորողների համար, սա Փաշինյան Նիկոլին է վերաբերում։ Հայաստանում մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը իրական ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ ընտրակաշառք բաժանելու մեջ չի մեղադրվել կամ կասկածվել։ Ընտրակաշառքներ կոնկրետ փողի տեսքով կիրառել են միմիայն իշխանական կամ նրանց աջակից կուսակցությունները։ Հարցումը պարզ է թե ոչ։ Բոլորից է պարզ։ Հիմա որպես քաղաքական եւ իրավական գնահատական չտրվեց Թավշյա հեղափոխությունից հետո ընտրախախտումներին եւ թիվ 1 պատասխանատվությունը դրա իշխանությունն է։ Այսինքն ինչ է ստացվում։ Արտուր Սակունցը ասում է, որ Փաշինյան Նիկոլ այդ ընտրակաշառքների մասին ամեն շատ ղժում էիր դու։ Վենակդ փրկում էիր դու։ Դա կիրառվել է միշտ, մենք էլ բոլորս իմացել ենք։ Բա ուր է իրավական քաղաքական գնահատականները։ Քեզ հիշացնում են Արտուր Սակունցները, որը նշանակում է մի բան։ Վիճակը պատը։ Ես Արտուր Սակունցին եմ խնդրելու, անպայման ուղարկելու ենք մեր փաստաթղթեր, ասենք, եղբայր, ի վերջո։ Փրկելու եք ես երկիրը դրանցից թե չէ։ Չէ՞ որ դու վճարվում ես այլ բանի համար, որ դու նկարագրես, ներկայացնես իրական իրավիճակը։ Իսկ մենք քեզ հատորներով հեսա գործեր կտանք, որ դու քեզ արդարացնելու համար ներկայացնես այնտեղ, որտեղ դու առանց մեզ էլ պիտի ներկայացնեիր։ Ես խոսք եմ տալիս, դա անեմ, առանց վարանելու, իմ համար ամոթ չի, որ ես պետք է Արտուր Սակունցին հիշեցնեմ իր գործերի մասին եւ ինքս անեմ իր գործը, ուղարկեմ իրեն։ Թե դրանից հետո ինքը ոնց կվարվի, իհարկե դա իր գործն է, բայց անկախ նրանից ինքը կուղարկի կներկայացնի թե չէ, մենք դա մեր անունից անելու ենք։ Բայց հաճելի է, որ Արտուր Սակունցն է հիշացնում Փաշինյան Նիկոլին, որ ինքը տենց քաղաքական գնահատական չտվեց, ասելա թե ինքը հանցակից է։ Ջերմուկ գրուպի աշխատակիցներն հրանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին։ Հիշում եք այսպես պատմություններ։ Չեք հիշում, հիշացնեմ ձեզ։ Հանրապետականի հետ ասենց եղել։ Մենք էլ բացահայտել ենք այս գործերը, ձայնագրություններ կա, բան կա։ Հիմա նույն մեթոդաբանությունը օգտագործում է Փաշինյան Նիկոլը։ Ով է ջերմուկ գրուպի տեղը։ Նույն Արսենյաններն են։ Բոլոր ժամանակների, բոլոր նախագահների, վարչապետների հլու հնազանդ ծառաները։ Մարդ գողացող, մարդ սպանող, հանցագործ, օլիգարխ, հայք չմուծող, թալանչի, մի խոսքով։ Կրիմինալ, ոտքից գլուխ էլի։ Դե Սերժի կարժերն են, էլի, որոնք այսօր ծառայում են շատ պատահական Նիկոլին, շատ բռի պատահականության սկզբունքով։ Հիմա սրանց վրա դրված է մեքենա պետք է ապահովեք, արա բա ինչ պետք է անեք։ Բա ինչ պետք է, դուք մեքենաներ պետք է ապահովեք։ Հələ ժողովրդի ձայներն պետք է ապահովեք։ Ամեն ինչն պետք է անեք։ Սա հարց է մնում։ Որտեղից։ Ուզում ես դուք ամբողջ աշխատակազմի մեքենայով հանի լցնու դուրս։ Դու մի 10 մեքենա իրար հետևից ժողովրդի վրայով քշելով գնան գա։ Մի հատ էլի բանը ոստիկանական ավտոշուրտ տվեք։ Իմիջիայլոց զգում եք ձայն չկա։ Մարդը մահացել է 12 հոգի վիրավորվել են։ Ոստիկանը ինչ որ է, բայց մարդը, չէ՞։ Բիոլոգիական իմաստով մարդը։ Ոչ մի ձայն չկա։ Ոչ մի ձայն։ Թքածունի մարդն դե մահացել է, գիտեն այդպես բանը եղել, իրանք ցնծում են։ Ասեք հազարներով տարի սպանել են, գիտակցաբար սա իրանց խոսքերն են չի։
մի հատ ոստիկան պակաս ավել, այն էլ իրանց ծառայող։ Բայց ինչ պետք է անի, իրանց ծառայող ոստիկանի գործը իրանց համար մեռնելն է, էլի։ Կարող է իրանք չգիտեն։ Մի խոսքով։ Հիմա կհանեն, կլցնեն փողոցները, դու պատկերացնում եք սրա կողմից դիազորված ճակերտավոր վարորդները ոնց են քշելու։ Ու իրանք պետք է տենց համակրանք բանեն, վայելեն, ձեռք բերեն։ Բնականաբար դա չի լինելու, հակառակ էֆեկտն է տալու, բայց Փաշինյան Նիկոլը ուրիշ գործիքակազմ չունի։ Ինչ պետք է անի։ Պետք է օգտագործի դա իր ոտերին կրակելու համար։ Ուղղակի Արսենյան այս օրանը չեմ հիշում, մի խոսքով։ Այս Արսենյանն իմանան, որ դա ծանրացնելու է ձեր մեղքը։ Փաշինյան Նիկոլի փրկելու փորձերը ծանրացնելու է ձեր ունեցած մեղքերի եւ հանցագործությունների կշիռը։ Ծանրացնելու է։ Հիմա դիտենք սա։ Փաշինյանի հետ նախաճաշին մասնակցող գործարարների շարքում էր նաև հանրապետական նախկին падգամավոր խոշոր գործարար Արտակ Սարգսյանը։ Ձեր օգնությունն է լինելու նրանում, որպեսզի դուք կարողանաք ձեր հարազատներին, ընկերներին, հարևանին կամ ընկերին հարոզեք, համոզեք, որպեսզի իրանք իրենց ձայնը տան Արտակ Սարգսյանին։ Այսօր ապրիլի 13-ին Փաշինյանի ու Արտակ Սարգսյանի հանդիպման օրը լրանում է այս աղմկահարույց ձայնագրության հրապարակման 8-րդ տարին։ 8-րդ, որովհետև այդ ժամանակ սա քարոզում էր Սերժ Սարգսյանի համար։ Որպես հանրապետական։ 8-րդ տարին սա ոչ միայն այդ խախտումների համար նստած չի, պատասխանատվության չի ենթարկվել, այսօր սրտիկա ցույց տալիս Նիկոլի համար։ Նիկոլի սրտիկն է ինքը։ Ու նույն մեթոդաբանությամբ հիմա Ջերմուկ գրուպ, Սասի Արտակ եւ մնացած լֆիկներով բան, նույն ձև պետք է աշխատեն։ Դա է մեխանիզմը հանրապետականից սիրուն փափուկ անցած Փաշինյան Նիկոլի։ Այնց հետաքրքիր է այս ամեն ինչին Սերժիկը ոնց է նայում։ Գիտեք ինչ կարող անի Սերժիկը, ասել։ Գիշերով կանչի լֆիկին, Սասի Արտակին, Ջերմուկ գրուպին, ինչքան օլիգարխ կա, ինչքան մի գիշերով մեջ կարող ասի վաղվանից Նիկոլին ոչ մի աջակցություն։ Նիկոլ այդ մասին չէր իմանում։ Ընտրությունների ժամանակ պարզվում է Նիկոլ Փաշինյանը մենակ։ Ուժայիններն էլ կարող կանչի։ Ասի ոչ մի աջակցություն։ Որովհետև Փաշինյան Նիկոլը մի հատ գործիք ունի։ Մի հատ գործիք ձայն գողանալու համար։ Դա ոստիկանի մահակն է, մեկ էլ օլիգարխիայի ճնշումը ձեներ քաշել, հավաքել, գողանալ մի խոսքով։ Դրա։ Առաջինը եթե ասած նեյտրալիզացնում է շատ հանգիստ դա կարան։ Մահակը ինչ անել։ Մահակն էլ է Սերժիկի ձեռը։ Եկածն են այնտեղ նստած։ Կամ եթե ավելի բարձր գնանք, Մոսկվայի ձեռն է։ Դրա համար այն անհանգստությունները, որ կա Սամվել Կարապետյանի համար, որ վայ Սամվել Կարապետյանը հալածում է, բացս ինքն հումորի ժանրից է, էլի։ Այսինքն ոնց է հալածում։ Ո՞վ է հալածում իրան։ Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլը առանց թույլտվության կա հալածի Սամվել Կարապետյանը։ Հոկտեմբերի 27 տեսած տղա է Նիկոլ Փաշինյանը։ Ոնց կարող առանց Պուտինի թույլտվության այդպես բանի գնա կամ ուժ կիրառի Սամվել Կարապետյանի նկատմամբ միտինգներ ծրի բանանի, եթե դե որոշումը կայացած արդեն։ Ոչ։ Սերժից սկսած Ռոբովանով բոլորի միակ հավատարիմ գործիքը ընտրությունների համար եղել ու մնում է ոստիկանի մահակը, ոչ թե ձայները։ Տեսնենք այս անգամ ոնց կլինի։ Պես լսենք։ 2017 թվականի ազգային ժողովի ընտրություններից առաջ Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱԴ սուպերմարկետի եւ այլ բիզնեսների աշխատակիցների մասնակցությամբ ժողով էր կազմակերպվել, որտեղ պարտադրել էին, որ աշխատակիցները իրենց ծանոթ բարեկամներով ընտրեն հանրապետականի ցուցակով առաջադրվող Արտակ Սարգսյանին։ Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները հազանգում են, որ դուք
սա սուպերմարկետի աշխատողներին պարտադրում է գրանցումից դուրս գալ եւ վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ դուք առաջադրված եք։ Ընդդիմադիր Փաշինյանի մեղադրանքներն ուղղված թե Սամվել Ալեքսանյանին, թե Արտակ Սարգսյանին սրբագրվեցին ու ենթադրյալ ընտրակեղծարարներն արդեն վարչապետ Փաշինյանի իշխանության օրոք դարձան խոշոր գործարարներ։ Եվ նույն մեթոդը, նույն գործիքակազմը։ Իհարկե ես հասկանում եմ, որ այն միաբջիջ այն բիոզանգվածին սա ոչինչ չի ասել։ Իհարկե ոչինչ չի ասել։ Բայց ուզում եմ սա էլ նայեք։ Սա էլ նայեք, որ հասկանաք նույնիսկ այս պարագայում, երբ որ ամեն ինչ պատվիրված է, մեքենաքշողները կան, մեքենա բերողները կան, այդ թատրոնի մասը կազմակերպված կա, մենք էլ ֆիքսում ենք, նայեք էլ նախապատրաստական աշխատանք Այսօր Լոռու Սպիտակ քաղաքում ԿՊԵ-ականների ուրախ ավտոբուսի ժամանումից դեռ ժամեր առաջ պարզ էր վարչապետի գլխավորած կուսակցականների խումբը մոտենում է։ Պարեկայինների մեքենաներն անընդհատ ազդանշաններով երթևեկությունն էին կարգավորում։ իր ուրախ ավտոբուսի մուտքը ոչ մի բան պետք է չխանգարի, ոչ մի պատահական անցորդ, ոչ մի պատահական մեքենա, բոլորը պետք է դուրս հրավիրված լինեն, չեզոք ինքը պետք է գա, իր կապիկներով իջնի, պտտվի, նկարվի ու գնա։ Նեցեք այսքան այս աղմուկ անել են։ Կներեք մի խանգարեք։ Չեն թողում կանգնեն։ Բայց Սպիտակում Բարսացիջան պաշտոնյաների ժամանման մասին դեռ նախորդ օրը նշաններ կային։ Տեղի իշխանությունները մաքրել էին փողոցները, անգամ ողջ երեկոյան կենտրոնական փողոցի մայթերին դեռ տարիներ առաջ տնկված տույաները փաթաթել էին պոլիէթիլենով։ Բնակիչներից մեկը, որ հարակից շենքում էր բնակվում, հավաստեց, նման բան չէին տեսել անգամ ձմռան սառնամանիքներին։ Տարակուսած էր, ինչու մի գիշերում որոշել էին փաթեթավորել կանաչ ու դիմացկուն այս ծառերին։ Երեք հացի ասմանորը տնկաս, հրամարը ջուրները սեր են ցուրդը կտանի։ Եղևնի ցուրդը չի տանը, գրագիտությունը ոչ է շատ քանի տարիա, 8 տարի։ Նարել նախապես հայտարարված սրտահարությունից տույաները փրկելու համար։ Դե իմ տեղեկությունով ինչքան որ իմացել եմ, սրտահարություններ տվել մեր համայնքապետն համար Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ ավելի քան 1 ժամ քաղաքի հրապարակում սպասում էր վարչապետի ավտոբուսին, հրաժարվեց պատասխանել։ Հիմա եղևնիները, որ հիմա չէ։ Թելաֆոնապատել եք, ուզում եմ Ավելի կարևոր գործ կա մարդիկ եղևնի բանայ բալամ։ Մի խոսքով էսա։ Էսա։ Ոչ մի պատահական մեքենա, ոչ մի պատահական անցորդ, ամեն ինչ պետք է ասես, նկարած պատրաստի, դրված լինի։ Էլի չի ստացվում։ Էլի չի ստացվում։ Էլի գալի հիշացնում է, որ ինքը խաբել է, ստախոսը, Արցախը եւ այլն եւ այլն։ Ու ես ուզում եմ մի հատ այս PR ակցիայի կազմակերպիչին հարցնեմ, էլի դուք մի հատ հարցրել եք այս մարդկանց, որ դուք քշում եք փողոցից դուրս, փակում եք ճանապարհները, ձեր գնալուց հետո կամ ձեր գալու ժամանակ ինչքան են հայոյում ձեզ եւ քաղաքում, եւ ճանապարհին, եւ ձեզ ճանապարհելուց առաջ, դիմավորելուց առաջ եւ ձեզ ճանապարհելուց հետո։ Մի հատ թիվը հաշվել եք, հաշվեք, կսարսափեք քանակությունը։ Ճիշտ եք անում։ Ուրիշ բան չունեք անել։ Նա տեսանը նայեք, սա 1875 թիվն է։ Երեսում այս գերեզմանը։ Սա հայերի գերեզմանն է։ Սա հայերի մասսայական գերեզմանն է։ Ոչինչ չի փոխվել այսօր։ Ու այս տեսաններից հետո 10 ժամանակ, երբ որ Աբդուլհամեդին սա կազմակերպողներին, սա կազմակերպիչին, հա, այս ժամանակվա սուլթանին, երբ որ գահին արեցին, հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ ընդերի, մեծ ուրախությամբ ողջունեց հեղափոխությունը, մտածելով, որ սա չի կարող իրականանալ, որովհետև այ էդի ոչ թե թուրքն էր, այ Աբդուլհամիդն էր։ Մենք արդեն հեղափոխություն ունենք, վերջ, այս երի թուրքերը առաջվա թուրքերը չեն։
Չեն էլի դե։ Մանավանդ նարդերը լավ են խաղում, չէ, չէ։ Գրիգոր Զորաբն ասել, չէ, ապես, սրանք ուրիշ են։ Հա, հատեց։ Դե 14 թվական, 15 թվական շարունակական կոտորածները տես միջև 23 թիվ։ Հիմա նորից։ Հայկական իրականության մեջ կան մարդիկ, որ պնդում են, որ ապել այդ թուրքերը այսօր արել են, որ դրանից հետո արել են 90 թվին, 91 թվին արել են, 20 թվին, 23 թվին արել են, չէ, ուրիշ են, ուրիշ։ Իրանք այդ չեն։ Իրանք տարի մեկ փոխվում են։ Փոխվում են, սրանք ուրիշ են։ Դրա համար հասկանում եք, ես ինչ եմ առանց խղճի խայթի, առանց բարանելու, այս բառերն ասողներին բնութագրում են ինչ որ սովորական։ Այն որ սովորաբար բնութագրում են։ Որովհետև կասկած չկա, որ իրանք հենց այդ միաբջիջ կոգնիտիվ դիսոնանսով ապրող շիզոֆրենիկներ կաբաց կան։ Վարձ, սենց վաճառքի հանված կամիկաձեներ, էլի, որով փողի դիմաց իրենց ընտանիքի, իրենց ապագան ամեն ինչ վաճառել են։ Այս սրան են վաճառել, սա է հետևանքը լինելու։ Ինչ չա, ոնց իրանց ուրիշ ինչ կարելի է ասել։ Դժվար է ուրիշ ձև դրանց նկարագրելը։ Սա եմ ուզում նայեք, որ հասկանանք մեր բանակը ինչ են անում։ Մտնեք։ Вирусится показательное выступление спецназа в Туркменистане. На праздник приехал Туркменбаши и увидел не разбивающиеся кирпичи и силовые приемы, а танцы из Диснея. В сети вирусится показательное Туркменստանն իրաց էլ բանակ պետք չի, խաղաղության բանակն է։ Եկել է, բանակի օրը որտենա, ոնց է պարում զինվորները։ Այո, խաղաղության բանակը սենց պիտի լինի։ Մեր բանակը շուտով, Ալիևի պատվերով, մենակ այս ֆունկցիան է իրականացնելու։ Երբ Ալիևը գա, մեր բանակը այսենց են անել, որ բարի Ալիևի համար։ Եթե մեր բանակը պարեց սենց, նշանակում է Ալիևը ոտով կարա գնա են։ Այն ինչ որ հիմա իրականացնում են, վերջնական նպատակը սա է։ Ու վստահ եղեք, ապացուցելու են, որ սա պետության համար է։ Սրանով ինքնիշխանությունն է բան ուժեղանում։ Կասկածում եք, որ կլինեն նաև, ասում եմ, այն միաբջիջներ, որ կհավատան, կասեն, հա, իրեք տենց է, բա մեր ինչին է պետք պատերազմ։ Ավելավա բանակը պարի էլի։ Բանակը ավելի լավ չի պարի, քան պատերազմի։ Հա, կրկնելու են նույն ձևի։ Ռուսաստանը բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակալել Իսրայելին, տեսեք։ Իսրայելը, որ Ուկրաինան վազել է օգնելու Իսրայելին, գնել է Ռուսաստանից Ուկրաինայից գողացած ցորեն։ Անենց սիրուն է քաղաքականությունը, չեք պատկերացնի։ Անենց լավն է քաղաքականությունը, անենց է դնում ամեն ինչ իր տեղը։ Ուկրաինան սենց ամեն ինչ անում է, որ հաճոյան է Իսրայելին, Իսրայելը վերցել է գնել է իրանց գողացած զենք, բանը ցորենը ռուսներից։ Հետել, երբ որ Ուկրաինան սկսել է բողոքել, Ուկրաինան ոնց է ինչ է կարել, մեր գողացած ցորենը բան է կարել, գնել եք ռուսներից, մեզանից գողացած ցորենը։ Իսրայելում պատասխանել են կներեք։ Մենք չգիտեինք։ Հետո արդեն շատ ուշ է, նավն էլ հասել արդեն Հայֆա։ Մեզ էլ էտի պետք է։ Կներեք։ Ինչ է, գիտեք, չգիտեին է ցորենումն է, չգիտեն է ցորենով ապերելու։ Հա, տենց է, բա ու բանը, Զելենսկուն ինչ էր թվում, որ իր ջանքերը Իսրայելին փրկելու համար մի բարձր գնահատվելու են ասել են այ քո խաթր քո ցորենը ռուսներից չեն կառնելու։ Նույն ձևի հարցեր են անում եւ թուրքերի հետ, չնայած հիմա Էրդողանը դարձել է ճակերտավոր եմ ասում պաշտոնական թշնամի, պաշտոնապես հայտարարված թշնամի Իսրայելի համար։ Քանի որ սա մասին շատ է խոսվում, ես դրան չեմ հավատում, ժպիտով եմ նայում։ Սա առիթ է, որ ասեմ, էլի։ Ժողովուրդ ջան,
հրեաների համար ոչ թուրքն է իր թշնամի, ոչ ռուսը, ոչ էլ ուկրաինացին է իր բարեկամը։ Չկա տենց բան։ Սա է ձեզ ապացույցը։ Իմիջիալը սրա վրա մի բան էլ ասեմ, այսօր ես լսում էի Իրանի բարձրաստիճան անունը մոռացեց բայ մոդի, չէ մոդին կնեք, մոդին ընդկասնանել։ Մի խոսքով չխառնեմ անունը, բայց պարբերաբար երևում է ինտերվյուներն ինքն է տալի, ներկայացնում է իրանական տեսակետը, ընթացքում հիշեմ կասեմ։ Ինչ որ է, խոսեց թշնամիների մասին, որոնք թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ եւ Իրանն էլ գիտի դրա մասին։ Այդ ցուցակի մեջ կար նաեւ Էրդողանը։ Այն որ հայտարարում են, որ Էրդողանը հիմա Իսրայելի թշնամին է, բան ենթադրում է, որ Իրանին բարեկամ պետք է լինի, ոչ։ Իրանցիներին չեն խափի, դա հնարավոր չի, իրանք ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են, ամեն ինչ տեղը տեղին է։ Այդ թվարկված թշնամիների մեջ ընդ որում Հնդկաստանի մոդին չկար։ Ասես մենք հասկանում ենք մոդի իրավիճակը եւ մոդին քիչ-քիչ հասկանում է, որ չի կարա հրեաների հետ հույսեր կապի։ Գալու է մեր դաշտ, բայց թշնամիների շարքում մնաց Էրդողանը։ Սա նրանց համար ովքեր ողջևորվում են, որ Իսրայելը հեսա հարձակվելու է Թուրքիայի վրա։ Ժողովուրդ, չի կարելի դες բանը։ Չկա դες բան։ Առայսօր Թուրքիան հանդիսանում է Իսրայելի մատակարարը եւ նավթով-ադրբեջանական եւ մնացած այլ այն ինչ որ պետք է այն բանը մետաղներով, ջրով, մի խոսքով այն ինչ որ պետք է բանակի համար։ Եվ ոչ միայն բանակի համար։ Մնում է դեռ մատակարարը հայ Թուրքիան։ Մեսանայինք։ Տեսնենք ինչի է գլուխը բռնել էս մարդը։ Պաղեստինի մշտական ներկայացուցիչն է։ Mr. President, I have grandchildren. I know what they mean to their families. And to see the situation of the Palestinians without us having hearts to do something is beyond the ability of any normal human being to tolerate. Flames and Մի խոսքով լացելով կարդում եմ մի բժշկի նամակ, որ 10 երեխա ունի, որից 9 սպանվել են։ Սպանվել են, այո, իսրայելցիների կողմից սպանվել են։ Այ այսինչ նայեք։ Լսերախում նայեք։ Մի իսրայելցի զինվորների։ Հա։ Սես բանալել են թուրքերը մեր նկատմամբ։ Ոչ։ Իմ համար միևնույն է, իմ մասին ինչ կմտածեն։ Անտիսեմիտ կասեն, հակահարյա կասեն, ամենաբարձր ծառից թքած ունենամ, իրանց վրա է, իրանց կարծիքի վրա է։ Սրանք ցեղասպան են։ Հələ երեխու դեմքին նայեք, հələ շեք մազերը։ Հələ տեսեք ինչ երեխեք են սպանում։ Հարցն չի կարող ենք գեշելը, սևելը, սրանք երեխա են սպանում։ Սրանք իրանց համար մեկ ասաում երեխեն է։ Սրանք սպանում են երեխեք։ Իրենց կրոնը դա է ասում։ Եթե հրեա չի, ուրեմն վերջ, իրան 3 տարեկանից հետո կարելի է եւ սպանել, եւ բռնաբարել, ամեն ինչ ասում է իրենց։ Էսի ցեղասպան երկիր է։ Սա ցեղասպան ժողովուրդ է, ու այս վիրուսով ցավոք սրտի վարակված է սրանց մեջ շատերը։ Ինչ եմ ասում ցավոք սրտի, որովհետև կարային վարակված չլինեն, կարան օգտակար մարդ լինեն հանդուրժության համար, գլոբուսի համար։ Բայց ես գիտեմ սրանց պրոպագանդան ոնց է աշխատում։ Ես գիտեմ քանի միլիոն կա այս գաղափարին հետևող։ Ու դրանք պոտենցիալ բոլորը վտանգ են իրենցից ներկայացնում գլոբուսի համար։ Ոչ թե մենակ այս երեխեքի համար է, որովհետև սրանց համար այդ հայ երեխեն էլ է նույնը։ Թուրք երեխեն էլ է նույնը։ Բոլոր երեխեքն են նույնն են սրանց համար։ Ադրբեջանցի երեխումն են նույնը, որից թվում է իրանց դաշնակից են, չէ։ Սրանց համար դաշնակիցս այնքան ժամանակ մինչև իրենց պետք է։ Որովհետև երբ որ իրանք գալիս են Պաղեստին ապրելու, որ ոչ մի բան չունեն, անտես չունեն, պաղեստինցիները իրանց ձեռքերի վրա են պահել։ Այս ժամանակ պաղեստինցիները պետք էին։ Մինչև սկսեցին քիչ-քիչ ցեղասպանություն իրականացնել հենց իրենց տուն եւ հայրենիք տված մարդկանց։ Այս տեսակն է։
Սա կոչվում է սիոնիզմ։ Սա հրեաները չեն, սա սիոնիզմն է։ Հրեաների մեջ շատ տարբեր տեսակներ են, ուզում հստակ հասկանանք, սա սիոնիզմն է, որը հիշում եք, չէ, հրեայի պարլամենտում, ասում եմ, Լեհաստանի պարլամենտում ֆաշիզմն է։ Ու սա իրականացվում է աշխարհի աչքի առաջ։ 4 անգամ ավելի շատ երեխա են սպանել այս 2 տարվա մեջ, քան Ուկրաինայում 4 տարվա մեջ։ Դե տեսեք աշխարհը զենք համատակարարում Ուկրաինային որ փրկի։ Սա նայում են այս երեխեքին ոնց է սպանում։ Ես ամեն ինչի հովանավորը նաև այս տխմարը, որ հիմա էլ հայտարարում է, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել։ Սա կլինի 10-րդ հաղթանակը։ Սոսկալին նենա, որ հայկական միջավայրում այս տխմարին բարի ամենաբոլոր իմաստներով, բոլոր շերտերի վրա տխմարին հավատացող եւ ծափտվող կա։ Ամենատեխնիկը գիտեք որն է, որ Լիբանանի նախագահը տեղյակ չի։ Ինքը նույնիսկ հրաժարվում է Նետանյահուի մասին խոսալ, հետ խոսալ, բանակցել, բայց Տրամփը արդեն վերջ, բարիշ ասել է, 10-րդն է արդեն, 10-րդն է։ Սրա ամենաուժեղ աջակիցներից Մեջորի Թեյլոր Գրինը, ամենաուժեղ աջակից, ոնց ում ասեմ, ոնց որ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի համար է։ Ասում ասա պետք է mental stability համար, ասենք adekvatության համար մենք հետազոտություն անենք, իսկ աննորմալ է։ Ասում հանձնաժողով ստեղծենք, սրան բան անենք, ստուգեն։ Էսի քիչ է։ Էսի adekvat չի։ Բոլորը հասկացել են, բացի նաև մի քանի հայերից։ Գիտեք ինչի՞, լսեք սա։ Trump just said he wants to put a Trump Tower on the moon, and now Congress is putting together a commission to examine his mental competency after the photo of Christ, beefing with the Pope, the strange... Որոշել է Մարսի վրա Trump Tower կառուցի։ Ասել է Մարսի վրա պետք է Trump Tower կառուցի, Trump-ի շենք, Մարսի վրա, Իլոն Մասկի հետ։ Եվ արդեն բանում մագայում հանրապետականում մտածում են իրոք կոմիսիա սարքեն, ոնց որ Մեջորի Թեյլոր Գրինն առաջարկում, սրան մենտալ, այսինքն մտավոր adekvatության, եւ ասում կոգնիտիվ է, կոգնիտիվ համապատասխանության թեստ անցնի, որտեղ սրա ոչ մի հայտարարություն, գործողություն adekvat չի։ Այսօր այդ իրանցի այդ որ բացասիչան բաներ տալի, ինտերվյու տալի ամերիկյան մի հատ լրատվականի, ինքը պարզ ասեց, մեր նախագահ այդ հարց տվեց, ասեց, Թրամփը sense բաներ է ասում, ասեց։ Ես չեմ լսում Թրամփը ինչ է ասում։ Ես չեմ նայում նույնիսկ Թրամփը ինչ է գրում։ Ասեց դուք նայում եք, ասում, իհարկե։ Ինչի ասեց։ Ինչի եք նայում, երբ որ վաղը ինքը ուղիղ հակառակն է ասելու։ Մյուսը լրիվ ուրիշ բան ասելու։ Դուք ինչի եք իր վրա։ Այս ամերիկացի չգիտեր իրան ոնց պահեր։ Ասեց ես հասկանում եմ ինքս ինձ, ես դրա ժամանակը չունեմ։ Ինչ կապ ունի նա իրան ինչա։ Նա ինչ է հայտարարում, ինչ է խոսում։ Սա ասում է Իրանի ներկայացուցիչը։ Ինքը պատմում էր այդ բանակցությունների վերաբերյալ, ասում է մենք ամերիկացիները ոչ բանակցության տեղ եզր նույնիսկ չունենք, որովհետև Ջեդի Վենսը եկել է մեր հետ խոսալու, անընդհատ ձեռին զանգում են։ Անընդհատ ձեռին զանգում է ու Նետանյահուն է զանգողը։ Նաև այդ երկու իր կապիկները, Կուշներն ու Վիտկոֆը։ Ասում մենք չգիտենք ում հետ ենք բանակցում, մենք մեզ պետք չէ բանակցելը, մենք բանակցելու բան չունենք ընդհանրապես։ Որովհետև ոչ մեկ իրավասու չի հարց լուծելու։ Ոչ Թրամփը, ոչ Կուշները, ոչ Ջեդի Վենսը։ Թողա մի անգամից բանակցության են մարդը, որ զանգում է, ինչ ենք մեր ժամանակը խլում։ Եղոսկով, ամերիկացիներն ասում են, գերես, ես գիժա, շիզոֆրենիկ է արդեն։ Դրանք ումանած հայտարարել է, որ իրանք շատ Again? We have a very good relationship with Iran right now. Right now? Շատ լավ հարաբերություններ ունեն իրանի հետ։ Շատ։ Բա ոչ չասես սրան տալեք ստուգելու։ Այս ամերիկյան Նիկոլին։ Այս ընկել եմ ջելոց, այա, Սպենսեր Հակիմյան, այա, այսպես տղա է։ Ես իրան սկսել եմ նախ հումորով
Երկրորդն միշտ կարևոր բաներ ա գնում, ինֆորմացիաներ ա գնում, որ կարող է իմ աչքից լիպած լինի։ Եթե կարող եք դուք էլ հետևեք։ Մյուս նորություններն ա, որ զինվորներն են, ամբողջ նավատորմի ղեկավարությունն ա ապշած եւ բողոքում Թրամփից։ Ասում մեզ ուղարկել է Հորմուզը փակելու, բլոկադ ենք անում։ Մեզ հրաման ա տրված բլոկադ անել։ Բայց չինական նավերը գալիս մեր դեմով անցնում գնում։ Այդ ո՞նց է ստացվում։ Հրաման չկա կանգնեցնել դրանց։ Փիթ Հեքստեգը ասել է կանգնեք այդտեղ, բայց ասենք խանգարելու ոչ մեկ իրավասություն չունի։ Չինական նավերը 1-2 մինչև 20 նավ օրեկան ամենաբարձր, ամենածանր նավերը չինական գալի ու հենց իրաց քթի տակով գնում են։ Ոչ մեկ չի հասկանում, իրանց ինչի են այնտեղ կապեկի նման կանգնացել։ Բայց միևնույն ժամանակ Թրամփը հաստատ բան հայտարարում է, մենք բլոկադ ենք անում, մենք խեղդելու ենք Չինաստանին, բանին, Իրանին, փակելու ենք, մենք հաղթել ենք արդեն։ Մյուս կողմից էլ ինքը շատ լավ հարաբերություն ունի Իրանի ղեկավարության հետ։ Մենք իրոք ոնց որ գժանոց լինի բաց երկնքի տակ։ Աշխարհում Թրամփ, Հայաստանում Փաշինյան Նիկոլ։ Մենք այս հարցերը պետք է լուծենք, գոնե Հայաստանում, որովհետև Թրամփի հարցերը լուծվելու է։ Այս երկրում ամերիկացիներում Թրամփը չի կարող երկար մնա։ Իրան չեն թողի ուղղակի երկար մնա, որովհետև ինչքան ուզում է հрьяաների համար կարևոր է Իսրայելը։ Դրանց համար շատ ավելի կարևոր է իրանց բիզնեսը, իրանց փողը, իրենց պաշտոնի վրա մնալը, իրենց ազդեցությունները։ Վստահ եղեք։ To the cities and shopping centers. Scientists aren't sure why this is taking place. Ահավոր բան է կատարվում Իսրայելում։ Այս քանի օր միլիոնավոր մեղուներ են հարձակվել Իսրայելի վրա։ Մեղուներ։ Ու մարդկանց մտցրել են բունկերներ, ասում են այս պարագայում իրանցիները չեն վտանգը, իրանցիները չէ։ Մեղուներն են գրել, բնությունն է գրող Իսրայելը, բնությունը։ Դե ինչ ասեմ, Աստված երևի սենց այս լեզվով է իրանց հետ խոսում։ Իր ընտրած շակերտավորում ասում էլի, իր ընտրած ժողովրդի հետ։ Բնությունը նենց բալանսի է բերում միշտ, չկասկածեք։ Վերադառնանք մեզ։ Իռլանդիայում հայտնաբերվել է 5-րդ հայկական խաչքարը։ Կեսմեք, հայտնաբերվել է 5-րդ հայկական խաչքար։ Որով պարզ ապացուցում է, որ Իռլանդիայի բնակիչները առաջիններից մեջը եղել հայերը։ Սա հայկական խաչքար, ոչ թե քրիստոնեական։ Առաջին բնակիչներից են եղել հայերը։ Աղջի ջան, այդ 10,000 դրամը ջահանդամին տային, սև գրողի ծոցին տային, անունը դրեցին, իբր թե թոշակները բարձրացնում եք, հաջորդ օրը 2 անգամ ավելի գնաճը մեծացավ։ Այդ 10,000 դրամի դու կկշտանաս, մենակ քեզի 10,000 դրամի պերաշկին չի հերիքի, թոշակառունի շտյանի այդ 10,000 դրամը, հեչ էլ բարձրացնեիր, ընձի պետք չի քո թոշակը, մենակ թե դու թող գնա, Քեզ թվում է դու այս ժողովրդին ձեռ ես առնում Կիպրոս, հա մեջ է, կարող է ում տեղն ես դրել։ Պետք չի քո թոշակը, աղբյուր ջան, 100,000-ավոր մարդիկ հելում են ցույցի, դու են Փաշինյանն էիր, որ ասում էիր, եթե 10 հոգի էլ Հելնիկային է քո հրաժարականը պահանջի, ես կթողեմ կետամ։ Ինչ 10 հոգի, 60,000 հոգի, 80,000 հոգի, աղբյուր գնա քեզից պրծնենք, գնա որ 300,000 Ադրբեջանցի չլսնես ստեղ։ Դու ինչ քանել ուզում ես այդ քո սուտի խաղաղությունը մեզի պետք չի, մեզի պետք չի միակողմանի խաղաղություն, ես ուզում եմ խաղաղություն, ուզում եմ, որ մեր բաները, ջահելները չետանձողվեն, բայց այդպես խաղաղություն, ոչ մի թասիբով հայել պետք չի, ամեն ինչը տանք, որ Ալիևը չհարցակվի, դու գնա Ալիևը չի հարցակվի, քեզ դես մի հատ ուժեղը կգա ձեռը կխփի սեղանի ոնց որ 30 տարի Ալիևի ծտոցը չեր հելնում, նորից էլի չի հելնի, եթե մենք ուժեղ մի հատ ղեկավար ունենանք մեր երկրի մեջը։
Քաղաքագիտական վերլուծությունը բարձրագույն մակարդակի վրա։ Քաղաքագիտական վերլուծություն ընտիր մակարդակի վրա։ Դու գնա պատերազմ Չիլի ու դու չվախցնես հանգարց պատերազմով ավելի լավ է կայնած մեռնեմ քան թե քո նման չոքած Ալիևի դեմ ապրեմ ինձ պետք չի այդ ապրելը հայը հասիբով ազգա հանգարց ու հանգարց երեք ուրբաթ շաբաթների հետ չհամեմատես մենք հասիբ ունենք պատիվ ունենք մենք երկիր ենք 30 տարի Ալիևի փսոցը չէր ելն փսոցը Ալիևը ինչ շուներ որ մի հատ գլուխը բարձրացներ մի հատ հորդոր ասեր մաթապար վրեկներս հային մեզ սարքելը չմո Պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանի վիճակը ինչ կլիներ հանկարծ եթե պատահմամբ այս կապիկության այս տուրի ժամանակ հանդիպել ես մի հատ կնոջը կամ իսկ կնոջը ուֆ ամբողջ ազգի սարքելը չմո ուզում Ալիևի դեմը չոքենք, ախպեր դու ար գնա քո հետ խառախուրեքին կչոքես, կպարկես, մեզի չի հետաքրքրում։ Ջանդուր մեզնից, չենք ուզում քեզի, հո դու չամուր չես կպել ես այդ ակուրը չես փոխվում։ Ոյ ասված չանենք, դրանից պրծուկ չկա։ Ծամոն։ Ջանա, գրկում եմ, Արազատ ջան, գրկում։ Լսենք։ Փողը տալիս է Իրան են գնում Ազերբայջան։ Դուրս գալիս է իր հայույանքը։ Հիմա խայտաբղետ վիճակա։ Համավետական ընտրություններին ում եւ որ ուժին կաջակցեք։ Հաստատ հներին չեմ աջակցի։ Առաջի անգամ չեմ աջակցել։ Արման Թաթոյանին կաջակցեմ սիրով։ Եվ իրանից լավ փոփոխություններ եմ ակնկալում, որովհետեւ կիրթ մարդ է, ժողովրդասեր մարդ է, առաջինը կիրթ է եւ արդար է։ Քույր ջան, չեմ կարող ասեմ, գաղտնիքա ես մշտի թորեմ, ումը կուզեմ կընտրեմ։ Այն բուտքի Արզումանյանի բուտքին տենում եք։ Կոպ կաֆենոցը։ Ես չգիտեմ դուք որտից եք։ Բայց ասել են մասնակցելու եք այդ խեղճ աղջկան։ Ասել է հա մասնակցելու են։ Ասել է եւ ում եք ուզում ընտրեք թե Սամվել Կարապետյան։ Կես ժամ հետո եկե բուտքին քանդել են։ Հայրենիք ունենաց։ Չեմ որոշել։ Ցանկանաք ընդդիմությունից լինի թե Չէ, ընդդիմությունից չէ։ Մայրիկ ուրեմն ջերմուկն ու զանգեզուրներ են տալու։ Խելքի արի։ Նիկոլին ասում են ֆաշիստ, ասում են նացիստ, նա ձեն ծպտուն չի անում։ Չի ասում ֆաշիստ ու նացիստը դու եք, եղերն են կատարել։ Սունգայիթ եք արել, ազատամարտիկների բաներն եք, խաչքարերն եք ջարդու փշում։ Չեմ ասի։ Չեն ասի մարդիկ տեսեք, մարդ պարզ ասեց, մեկը խոսացել է, ասել է ում են ընտրելու, կես ժամ հետո ծաղկի բուտկեն են փակել։ Փաշինյան Նիկոլ, այս մարդիկ կարող է չհասեն, բայց իրանք բոլորը գիտեն, որ դու տականք ես։ Հիմա կարող է էկրանի մոտ չասեն, որ դու տականք ես, բայց գիտեն, չէ, այդ իմանալը արտահայտվելու է, չէ, այդ բանով, ընտրություններով։ Վերջ։ Ինչ կապ ունի դու այդ բուտկեն փակել ես, չես փակել արդեն։ Ինչ կապ ունի հիմա իրանք ինչ կասեն։ Բոլորը գիտեն, սա տեղերում փոքր քաղաքներում այդ կարգի նորությունները այսպես են անցնում։ Այս են։ Մի կլիկով։ Այսօր ես մի հատ նկար ընկավ աչքիս առաջ։ Ու ես նայում եմ զուգահեռ Հայաստանում ինչա կատարվում քաղաքական դաշտում, քաղաքական պոլեմիկայի մեջ, քաղաքական գզվռտոցները։ Ես ասեմ ինչ եմ, ինչից եմ ամենաշատ վախենում։ Ամենաշատ վախենում եմ ոչ թե ով ճիշտ դուրս կգա, ով սուտ դուրս կգա։ Ամենաշատ վախենում եմ, որ սա դառնա քաղաքական նորմ, որ սրանք այս տեսակը հանգարց կշատանա, սա Նիկոլ տեսակն է։ Կարևոր չի ինքը Նիկոլականա թե չէ, այս տեսակը Նիկոլ է արդեն։ Այս այն տեսակն է, որը գոռում է, ու գոռալ երկու պատճառ ունի։ Մեկը վախն է տգիտությունը ցույց տալու։ Խոսելիությունից է վախում ինքը։ Մեկը վախի պատճառով է գոռում, մեկը արգումենտի փաստերի բացակայությունից։ Երկուսն են Նիկոլա։ Եթե նույնիսկ ինքը Նիկոլին չի պաշտպանում, բայց ինքը այս վարկագծի մեջ է, մեկը ինքը Նիկոլա, որովհետև դրանք
դրանք վտանգավոր են։ Նույնիսկ այն մարդկանց համար, ում համար իրենք աշխատում են։ Որովհետև ում համար այս ձևով իրանք աշխատում են, մնացած նորմալ մարդկանց համար դա դառնում է մերժելի։ Նույնիսկ եթե այդ մարդը արժանի է, ում համար որ այս ձևով պայքարում են, դա նորմալ մարդկանց համար դառնում է մերժելի։ Սրանք արջի ծառայություն են մատուցում նրանց, ում իրենք ներկայացնում են։ Եթե իհարկե իրանք չեն ուզում էլի որ սենց լինի։ Ու իրենք էլ չեն հասկանում երևի որ այս վարքագծով իրենք ցույց են տալի երկու կարևոր բան։ Իրենց վախկոտությունն ու տգիտությունն, ասի, ինտելեկտի բացակայությունը։ Որտեղ ես չեմ տեսել ինտելեկտուալ մարդ, որ գոռա, որ ինտելեկտուալ մարդ ինքնավստահ, որ ագրեսիվ լինի։ Որ խոսալուց մարդու երևում է, էլի։ Իմ մոտ է, չէ, եթե ներում մարդիկ գալիս են, իրանց պահվածքից հետո երևում է, հա, գրառումներից։ Չէ, հետևում եմ ես։ Գրառումները կարդում եմ, հարցերը նայում եմ, չէ, հետո տեսնում եմ, չէ։ Ու ես չեմ տեսել մեկը, որ գա ագրեսիվ վարքագծով եւ բոլորն ասեն, «Օ, ինչ լավն էր, տեսակ»։ Չէ։ Ես էլ ասում եմ, այդ ագրեսիայի պատճառը որն է։ Վախը եւ ինտելեկտի պակասը։ Որտեղ եթե մարդ չի վախենում, ինքը հանգիստ է։ Երբ որ ինքը հանգիստ է, ինքը կարևոր չունի, կարիք չունի ջղաձգումների, հասկանում եք։ Եվ այդ հանգիստ վիճակով ուղեղը ավելի լավ է աշխատում։ Ցանկացած հարցին կարելի ավելի ոչ ագրեսիվ պատասխան գտնել։ Նույնիսկ ամենավատ հարցին, ներողամտաբար, հումորով, բայց դա վախկոտին եւ տգետին հասու չի դա։ Ու ես վախենում եմ, այո, վախենում եմ, որ այս տեսակը կդառնա դոմինանտ եւ քաղաքական դիսկուրսը այս ոճի մեջ կգնա, որտեղ հիմա այս ոճի մեջ է։ Ու իրանք իմ համար դրանք կորած մարդիկ են, որոնց հետ չի կարելի քաղաքական թեմաներով նույնիսկ խոսել, ոչ թե բանավիճել, խոսել, անիմաստ է, որտեղ իրա մեջ մի բան կա, պաշտպանվել ամեն գնով, ու եթե պետքա կոկորդ է կրսել դիմացինի, եթե հանկարծ այդ կարծիքին չի, պաշտպանվել եւ սենց լավագույն պաշտպանությունը այդ անգրագետների համար հարձակումն է, այս է հենց դրա մասին է։ Բայց հարցում ուզում եմ ավարտել լավ նոտայի վրա։ Լավ։ Երեկվա իմ ելույթից հետո ես ստացա այսպիսի մի վիդեո, ուզում եմ նայենք մի անգամից իր հետ էլ խոսում։ Նստած նայում եմ Վարդան Հակոբյանի վիդեոն ամենավերջում ապրիլի 7-ը որ շնորհավորում է, շատ կարևոր մի 3 նախադասություն ասեց, շատ կարևոր, որը կպավ ուղիղ իմ սրտին։ Ու ես հասկացա, որ այդ 3 նախադասությունը պիտի դառնա երգ, ու հիմա կդնեմ Վարդան Հակոբյանի ասած 3 նախադասությունը, վերջը հաղորդման եւ երգը։ Ու շատ կուզենայի, որ տեսներ ինքը դիրիժորա շատ խելացի մարդ է, գնահատեր, շատ կուզեի կարծիքն իմանայի։ Մամա սևակ ունենա, շարնաստավուզ ունենա, Կոմիտաս Տերյան ունենա, Ուիլյամ Սալոյան ունենա, ու համել Նիկոլ Փաշինյան, ոնց է սա հնարավոր, ոնց է սա հնարավոր մի էսթետիկական դաշտում տեղավորել, մի արժեքային համակարգում խրացկել, եթե կուզեք, ոնց։ Ես հիմա շատ դժվարությամբ, ինչպես վիրուսն է պատահական մտնում ազգի մեջ, մարդու մեջ, բայց եթե այդ ազգը մարդը իմունիտետ ունի եւ իր իմունիտետը շարժնա, Կոմիտասնա, մեր մեծերն են, նշանակում է այդ պատահական մտած վիրուսը ինքը վերանալու է հենց օրգանիզմի առողջ
բջիջների շնորհիվ։ Դարերի խորքից եկած մի շղթա Տավթի արյունն է մեր մեջ տերերում Բայց ինչպես եղավ որ այս սուրբ հողում շեղված մի օղակ մեզ ցավ է բերում Կոմիտասի երկնում չարեցի շունչը Անտրանիկի սուրն ու նաշտեհի ուժը Հասնավորի սերնը մհերի կանչը Մեր գենի մեջ է փարատում մշուշը Իմ հպարտ ուղեր մաքրի
Այնքան բան կա ասելու ես առումով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Լիանին Սվենյան այս գեղեցիկ երգի համար, ասեմ, որ այս երգի տողերը ինչքանով հասկացել հենց Լիան Սվենյանն է, հեղինակը, իսկ երգը, երգություն դա արհեստական բանականությունն է ստեղծել, ես էլ ուզում եի երգչուհու մասին դիֆերաբներ գրել, խոսել, որտեղ փայլուն էր կատարումը, ամեն դեպքում շնորհակալություն Լիանին այս երգի համար։ Ես այնց վստահ եմ ներքուստ, որ վաղ այս երգը հնչելու է բոլոր հեռուստաալիքներով, ռադիոալիքներով, որովհետև մենք ունենալու ենք Հայաստանում այն վիճակը, քաղաքական եւ հոգեբանական այն վիճակը, որ այս երգի կարիքը լինելու է, ու դա չի լինելու արգելված։ Այսօր այս երգը արգելվածների մեջ է լինելու հաստատ, ու եթե Հայաստանի անկախության ճանապարհն են արգելում ցույց տալ ու պատկերացնում եք սա նույն բանից է, նույն սերիայից է։ Բնության մեջ այն ինչ որ այսօր կատարվեց, կոպիտ ասած, իմ տեքստի եւ Լիանի զգացումների մեջ, որ իմ ամեն խոսքերի մեջ գտել էր այդ բանը, իդեան, դա բնության մեջ կոչվում է քվանտային ֆիզիկա։ Հա, սա այս քվանտային ֆիզիկան է, երբ որ դու անում ես միտեղ մի բան եւ դրա այդ հաճախականությունները հազարավոր կիլոմետրի վրա բռնող կա։ Որ դու դա չես անում հատուկ, դու արա քո գործը եւ անպայման սա միտեղ արձագանք է գտնում։ Սա կոչվում է ռեզոնանս։ Սա հենց այդ հաճախականությունների ռեզոնանսն է, որ երբ որ դու այդ հաճախականության վրա ես, դու անպայման որսում ես դա։ Դա հենց քվանտային ֆիզիկան է։ Եվ ինչպես երբ, ինչպես Լիանը, մենք բոլորս էլ օժտված ենք այդ հատկություններով ու մեր մտքերը, մեր իդեաները, մեր ոգևորվածությունը, մեր ներշնչանքը գալիս է հենց այդ հաճախականությունները որսալուց, երբ որ միտեղ մի բան ենք լսում, որը մեր կապտում է հենց այդ հաճախականության ուտեղից մի բան է ծնվում, դա կարող լինի բանաստեղծություն, երգ, գործ, զոհաբերություն, հերոսություն, ամեն ինչ տենց է ծնվում։ Հենց տեղից է ծնվում, երբ որ մարդ այդ հաճախականությունների վրա է։ Ես վստահ եմ, որ այս երգից ընդեղ մի հատ ուրիշ բան է ծնվել։ Ընդեղ արդեն ծնվել է մի հատ ռեժիսոր այս հաճախականության վրա, որ արդեն այդ կլիպը իր աչքի առաջ տեսել, արդեն դերասաններով, պատրաստի կադրով, սա հենց այն ինչ կապում է մեզ իրար բոլորիս, որտեղ մենք բոլորս այդ նույն հաճախականության վրա ենք։ Չճանաչելով իրար հետ չունենալով ոչ մի ընդհանուր բան, թերևս բացի հայրենիքից, մեկ էլ նպատակներից, մեզ զգացմունքներից այդ հայրենիքի նկատմամբ։ Այսօր բավականին մարդ էր նայել արդեն այս տեսանյութը, որտեղ ես էլ էի տարածել, ինքն էլ էր Լիանն էլ էր տարածել, բայց թող հազար անգամ հազարապատիկը դառնա, թող վիրուսի նման տարածվի ու թող այս երգը ռեզոնանս գտնի բոլոր լսողների սրտում ու թող այդ լսողները միլիոնավոր լինեն, որ հասկանան մի բան, ոչ թե հասկանան, իրենք գիտեն դա, ուղղակի վերապրեն մի բան, դու այս ժառանգության կրողը լինես ու քեզ ղեկավարի Նիկոլ Տեսակը, սա ամոթ է, սա խայտարակություն է, եւ սա շտկվող խայտարակություն է, բայց դու կարող ես այդ խայտարակությունը շտկել այն ժամանակ միայն, երբ որ դու այդ հաճախականության վրա ես եւ դա զգացել ես, որ Ալը մի վարքան, ոնց է հնարավոր սա։ Ես ոնց կարող եմ թույլ տալ սա իմ այդ պատահի։ Բայց քանի դու դեռ դրա մասին չես մտածում, դու անջատած ես այդ հաճախականությունից, անտեսում ես դա, քո համար նորմալ է լինելու Փաշինյան Նիկոլը։ Կարող է նույնիսկ չես էլ նկատում, որ Փաշինյան Նիկոլն է։ Այդ տեսակի նկատում եմ, սա անազգան էական չի, բայց հենց դու վերադառնում ես քո բնական իրավիճակին եւ քո մոտ սկսում աշխատել բնության օրենքները, դու միանգամից վեր ես տրվում դրանից։ Սա հնարավոր չի։ Ես չեմ կարող սա թույլ տալ։ Դրա համար եմ ես ուզում, որ այս երգը միլիոնների սրտում ռեզոնանս գտնի, որտեղ այդ ռեզոնանսը բերում է շատ որոշակի գործողությունների, պարտադրված այդ հաճախականությունից, այդ ռեզոնանսից, այդ եզրակացություններից,
Իսկ երգը դա հաճախականությունն է, ձայնը հաճախականությունն է։ Այ ես հիմա աշխատում եմ մի գիտական ֆիլմի վրա, սցենարի վրա, որտեղ վաղ ասա մասին չեմ ուզում խոսել, որտեղ կա առանձին բաժին մարդու հոգեբանության վրա ինչ ներգործություն ունի երաժշտությունը, մարդու առողջության վրա ինչ ներգործություն ունի երաժշտությունը, եւ ինչ հետևանքներ է թողում։ Ես պետք է ասեմ, այս ռեզոնանսը թողում է մի հետևանք։ Մարդու մոտ արտնաստում է ինչքան բնական եւ ամենակարևորը վեհ զգացմունքներ կա։ Հենց այդ ռեզոնանսն է։ Ու այդ վեհ զգացմունքները բերում է հենց այդ վեհ հետևանքներին։ Այսքան կարևոր է երաժշտությունը մարդու կյանքում։ Այս հիմա փորձում եմ ամեն ինչ գիտականորեն ապացուցելով ֆիլմ ստեղծել դրա մասին։ Զուգահեռ դրան ինչ որ ես անում եմ հիմա։ Ու ես ճիշտ ժամանակն էլ հենց այս երաժշտության վրա ցույց տալու, թե ինչ կարող անի մի երգը մարդու համար, գիտակցության մեջ եւ ինչ դեր կարող ունենա նրա կյանքում եւ գործունեության մեջ։ Որովհետեւ այս երգը լսող է, երգի հետ ապրողը չի կարող վաղը հանգիստ նայի այն ինչ որ կատարվում է մեր մոտ։ Չի կարող, արդեն դիսոնանս է, արդեն էրոր է, կախում է կոմպյուտերը։ Իսկ մարդը այս երգի հետ ապրող մարդը չի կարող թույլ տա իրեն ապրի այդ կեղտ միջավայրում, որտեղ մեր շուրջը անպայման սկսում է մաքրել, որտեղ հասկանում է, որ այդ կեղտոտ միջավայրը ստեղծում է այդ կեղտոտ միջավայրին ադապտացված կեղտեր, որի միջավայրում ինքը տեղ չունի, որի միջավայրում այս հաճախականությունները մեռնում են։ Սա նոր էզում ասորվա առողջում ավարտել, նորից շնորհակալություն Լիանին, այս լադի վրա գտնվելու համար նախ եւ առաջ որսալու պահը եւ այն փոխանցելու, որովհետեւ ես վստահ եմ ինքն էլ լսելու է սրա արձագանքները, ինչպես որ անակնկալ լսեցի ես։ Այսօր համար այսքանը լավ մնացեք։